Ատամի ցավից ու լինդի բորբոքումից գանգատվող 6-ամյա Անդրանիկի ծնողները շուրջ 1.5 տարի առաջ էին դիմել բժշկի։ Համակարգչային տոմոգրաֆիան եւ բիոպսիան ցույց էր տվել։ Խնդիրը ստոմատոլոգիական չէ։ Տղայի մոտ ախտորոշվել էր վերին ծնոտի չարորակ նորագոյացություն՝ Ewing-ի սարկոմա, որը ոսկրամկանային համակարգի խիստ ագրեսիվ հազվադեպ հանդիպող ուռուցք է։ Ախտորոշումը պարզելուց հետո իհարկե շատ ստրեսային իրավիճակ էր, բայց հավաքվեցինք, որոշեցինք սկսել բուժում։ Ախտորոշման գործընթացը իրականացվեց ինչպես այստեղ, այնպես էլ Գերմանիայում, քանի որ մենք ունենք ոսկրամկանային ուռուցքների աշխատանքային խումբ եւ սերտ համագործակցում ենք Գերմանիայի մյուս համալսարանական կլինիկայի հետ, ինչը մեզ հնարավորություն է տալիս ստանալու նաեւ արտասահմանյան մասնագետների կարծիքները եւ նաեւ հնարավորություն ունենք բոլոր հետվիրահատական, նախավիրահատական նյութերը ուղարկելու արտասահման հյուսվածաբանական քննություն իրականացնելու, մոլեկուլյար գենետիկ քննություն իրականացնելու, ունենալու երկրորդ կարծիք։ Գոյացության տեղակայումն էլ ավելի էր բարդացնում բժիշկների աշխատանքը։ Բուժումն իրականացվում էր դեղորայքային, վիրահատական եւ ճառագայթային մեթոդներով։ Քիմիաթերապիայի 14 կուրսից 7-ը ստանալուց հետո հետազոտությունը ցույց տվեց, որ քաղցկեղի աճը կանգնել է, ուստի եկել է վիրահատության ժամանակը։ Երեխան պատրաստվեց վիրահատության բավականին ծանր բարդ փուլերի միջով, արդեն հանդուրժողականությունը երեխայի 0, մոտ 7 կուրս քիմիոթերապիայից հետո պետք էր պատրաստել նման բարդ ու մեծ վիրահատության։ Մեր անեստեզիոլոգների, ռեանիմատոլոգների մեծ խումբը ներգրավեցին process-ի մեջ եւ սկսեցին երեխային հետազոտել ու պատրաստել վիրահատության։ Մոտ 6 ժամ տևած բարդ վիրահատության ժամանակ բժիշկները հեռացրել էին տղայի վերին ծնոտը, ներառյալ այտոսկրերի, քթոսկրի, հայմորյան խոռոչների հատվածներ, նաեւ ատամները։ Դիմածնոտային վիրաբույժների հետ աշխատել էին նաեւ օրթոպեդ-ստոմատոլոգներ, բարդ պրոթեզավորման մասնագետներ։ Հեռացված դիմային ոսկրերի փոխարեն տեղադրվել էր պրոթեզ՝ դեմքի անհարթությունը լրացնելու համար։ Երեխան ունենալու էր մի մեծ դեֆեկտ, չէր կարողանալու խոսել, սնվել, կամքի որակի վրա այդ ամեն ինչ ասելու էր եւ մինչ վիրահատություն կատարելը մեր օրթոպեդիկ ստոմատոլոգիա ամբիոնի դոցենտները եկան ինձ հետ, երեխայից հետ Յոլյան հենց ինստիտուտում չափս վերցեցին, նախապես տենց բարդ պրոթեզ պատրաստեցին եւ վիրահատության ժամանակ, երբ որ այդ ամբողջ մեծ տավալը հյուսվածքների հեռացվեց, տեղադրվեց այդ բարդ պրոթեզը։ Վիրահատությունից հետո Անդրանիկը ստացել էր նաև ճառագայթային թերապիա եւ լիովին ապաքինվել։ Յոլյան կենտրոնում էլ հնչեցրել էր քաղցկեղի բուժման ավարտն ազդարարող զանգը։ Հիմա էլ պարտաճանաչ գալիս է բուժկենտրոն, հետևում բժշկի նոր ցուցումներին։ Բժիշկը ինչ է դասել անում։ Օղողում վերանը մշակել, Չես հիշում ինչ ասել։ 7-ամյա տղան դեռևս 5 տարի մնալու է քաղցկեղը վերապրածների կլինիկայի հսկողության տակ, պարբերաբար կհետազոտվի, իսկ երբ ոսկորների եւ գանգի աճը կանգնի, շարժական պրոթեզը կփոխարինի հիմնականով։ Արամ Մարանդյան, Մեհեր Կիրակոսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։